Թրամփն անշնորհակալ է անվանել Ուկրաինային, համարելով, որ ամերիկյան աջակցությունը ոչ մի նշանակություն չունի իր համար։ Այս ամենի վերաբերյալ մանրամասները քիչ անց։ Ինչպես նաև կխոսենք 2026 թվականին ԱՄՆ-ին սպասվող տնտեսական մարտահրավերների և թեմային վերաբերվող վերլուծությունների մասին։ Լոս Անջելեսում ձերբակալվել է տեղի ամենավտանգավոր հանցախմբերից մեկը։ Ինչպես նաև մանրամասներ Լոս Անջելեսի նավահանգստում բռնկված հրդեհի մասին, սպասվող փուլերի ու ռիսկերի մասին։ Նյու Յորքի նորընտիր քաղաքապետը Թրամփի հետ հանդիպումից հետո կոչել է նրան բռնարար։ Այս և այլ հարցերի մասին քիչ անց։ Այսօրվա հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք կարևոր վերլուծություն վերջերս բոլորին ցնցած լուրի վերաբերյալ։ Խոսքը երկու մեղադրվողների կղզի գրավելու և կանանց ու երեխաներին այնտեղ ապօրինի պահելու սարսափելի ծրագրի մասին է։ Բացի դա, վերջում ձեզ համար հետաքրքիր թեմա ենք առանձնացրել, քանի որ մոտենում է գոհաբանության նույն ինքը Thanksgiving-ի օրը, մենք չենք կարող բաց թողնել այս հիանալի տոնը ձեզ ներկայացնելու հնարավորությունը։ Պատմելու եմ տոնի կարևոր ու ուշագրավ մանրամասները, այնպես որ սպասեք ամենահետաքրքիր մասին ամենավերջում։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale Newsroom-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենաքննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք լայքել և մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ մենք շարունակենք մեր հաղորդումը։ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ուկրաինային, պնդելով, որ Կիևը զրոյական շնորհակալություն է ցույց տալիս ամերիկյան աջակցության համար, այն ժամանակ, երբ Ժնևում ընթանում են խաղաղության բանակցություններ։ Վաշինգտոնը ճնշում է գործադրում, որ Ուկրաինան մինչև Thanksgiving-ը ընդունի 28 կետանոց խաղաղության նախագիծը, սակայն ԱՄՆ-ի և Եվրոպայի օրենսդիրների մի մասը մտահոգված է, որ պլանը կարող է չծառայել Ուկրաինայի շահերին։ Հիշեցնեմ, որ 28 կետանոց պլանը պահանջում է, որ Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ-ից, համաձայնի որոշ տարածքների հատուկ կարգավիճակին, փոքրացնի իր բանակը և ընդունի անվտանգության ու վերակառուցման նոր պայմաններ, որոնց մի մասը համապատասխանում է Ռուսաստանի պահանջներին։ Պաշտոնյաները նշում են, որ վերջին հանդիպումը ամենաարդյունավետներից էր և փաստաթուղթը մշակվում է կետ առ կետ։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին, ընդգծելով զինատեսակների կարևորությունը, բայց Կոնգրեսում աճում է կասկածամտությունը։ Թրամփը հայտարարել է, որ փաստաթուղթը վերջնական չէ և Զելենսկուն ուղերձով ասել է, որ նա կարող է կամ ընդունել 28 կետերը, կամ շարունակել պատերազմը իր փոքրիկ սրտով։ Քննադատներին պատասխանելով վարչակազմը ընդգծել է, որ նախագիծը պատրաստվել է ԱՄՆ-ի կողմից, պարզապես ներառում է նաև ռուսական առաջարկների որոշ տարրեր։ Ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենթը NBC News-ին հայտնել է, որ ԱՄՆ-ում 2026-ին ռեցեսիա, այսինքն տնտեսական անկում կամ ճգնաժամ չի կանխատեսվում, և ըստ նրա Թրամփի սակագնային օրակարգի և առևտրային համաձայնագրի շնորհիվ ամերիկացիները հաջորդ տարի տնտեսական թեթևացում կզգան։ Նրա խոսքով առողջապահական ծախսերը նույնպես պետք է նվազեն, անդրադառնալով տնտեսության որոշ ոլորտներին, օրինակ բնակարանային շուկային, ընդգծել է, որ շուկան դեռ դժվարություններ ունի։ Բեսենթը ընդունել է, որ երկարատև 43-օրյա շաթդաունը վնաս հասցրեց տնտեսությանը, և NBC-ի հարցումների համաձայն շատ ընտրողներ կարծում են, որ Թրամփի վարչակազմը չի արդարացրել տնտեսական սպասումները։ Այնուամենայնիվ, նա վստահ է 2026-ի վերաբերյալ, շեշտելով ստորագրված խաղաղության, հարկային և առևտրային համաձայնագրերի մասին։ Fox News-ի հետ զրույցում Թրամփի խորհրդականը նշել է, որ նոր գործարանների և աշխատատեղերի շնորհիվ պայթյունային աճ է կանխատեսվում։ ԱՄՆ Դաշնային բյուրոն, նույն ինքը FBI-ը հայտնել է, որ ձերբակալել է մի անձի, որը կապ ունի նախկին օլիմպիական սնոուբորդիստ Ռայան Ուեյդինգի ղեկավարած միջազգային կոկաինի ցանցի հետ։ Հետաքննության տվյալներով նա ղեկավարում է խմբավորում, որը տարեկան 60 տոննա կոկաին է ներմուծում Լոս Անջելես։ Նա ընդգրկված է FBI-ի 10 ամենավտանգավոր փնտրվողների պաշտոնական ցուցակում։
32-ամյա հանցակիցը ձերբակալվել է Կանադայում եւ նրա FBI էջը թարմացվել է ձերբակալված է նշումով։ ԱՄՆ գլխավոր դատախազը Wedding-ին նկարագրել է ասելով. նա գլխավորում է աշխարհի ամենահայտնի ու ամենադաժան թմրավաճառական խմբավորումներից մեկը։ Wedding-ը 2002-ի Օլիմպիադայում ներկայացրել է Կանադան եւ արդեն մի անգամ դատապարտվել է կոկաինի տարածման դավադրության համար, ազատ արձակվելով 2011-ին։ Վերջին գործողությունները հանգեցրել է 10 մարդու ձերբակալության, իսկ 2 կասկածյալ դեռ փախուստի մեջ են եւ ըստ FBI-ի կարող են գտնվել Դոմինիկյան Հանրապետությունում։ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ նույնիսկ Սպիտակ տանը տեղի ունեցած արդյունավետ եւ հանգիստ հանդիպումից հետո դեռ նախագահ Թրամփին համարում է ֆաշիստ եւ դեսպոտ, այսինքն նա կառավարում է մարդկանց առանց հաշվի առնելու նրանց իրավունքները կամ կարծիքը։ Նրա խոսքով հանդիպումը հնարավորություն է տվել քննարկել Նյու Յորքում կյանքի բարձր արժեքի խնդիրը եւ հնարավոր համագործակցությունը։ Թրամփն ու Մամդանին ամիսներ շարունակ կոշտ քննադատություններ էին փոխանակել, սակայն հանդիպման պահից ցույց են տվել ընկերական հարաբերություններ։ Նա հիշեցրել է, որ նախընտրական շրջանում Թրամփը իրեն անվանել է կոմունիստ խելագար, իսկ ինքը նրան բռնակալ։ Հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ ավելի վատ բաներով են իրեն անվանել եւ համոզմունք հայտնել, թե համագործակցության դեպքում Մամդանին կփոխի իր կարծիքը։ Մամդանին նաեւ նշել է, որ եթե դեմոկրատները 2026-ին վերադառնան պալատի մեծամասնությանը, ապա նա աջակցում է Հաքիմ Ջեֆրիսին, որը առաջին սևամորթ մարդն է, ով ղեկավարում է ԱՄՆ կոնգրեսի մեծ կուսակցության խմբակցությունը։ Նա նաև պատմել է Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցի մասին, նշելով վերջինիս ուղերձը հույսներ շնչելու կարևորության մասին։ Թեքսասում բացահայտված մի ծանր դեպք մեծ արձագանք է ստացել ամբողջ ԱՄՆ-ում։ Մեղադրանքի համաձայն 2 տղամարդ ծրագրել էին գրավել Հայիթիի ափերի մի փոքր կղզի եւ այն դարձնել վայր, որտեղ իրենք կվերահսկեն իրենց կողմից առևանգված կանանց ու երեխաների կյանքը։ Ամեն ինչ հստակ էր նավ գնելուց մինչև սեփական կանոններ սահմանելը։ Հետաքննողներն ընդգծում են, որ սա պարզապես երևակայություն կամ դատարկ խոսակցություն չէր, այլ իրականացման պատրաստ հստակ ծրագիր։ Այժմ տեսնենք, ինչ վտանգներ է բացում այս պատմությունը։ Տղամարդիկ փակ խմբերում եւ սոցիալական ցանցերում փորձում էին հավաքագրել համախոհների։ Նրանք նախատեսել էին նավ գնել, հասնել Կարիբյան ավազան եւ զինված ուժով գրավել Հայիթիի կղզիներից մեկը։ Դաշնային գործակալները հայտնաբերել են նաեւ ֆինանսավորում, հավաքելու եւ զենք գնելու փորձեր։ Մեղադրողները սա գնահատում են որպես ապօրինի փոքր պետություն ստեղծելու փորձ։ Այս պատմությունը ցույց է տալիս մարդու իրավունքների եւ հանրային անվտանգության լուրջ խնդիրը։ Նման ծրագրերը, եթե նույնիսկ չեն հասցնում իրականություն դառնալ, այնուամենայնիվ ցույց են տալիս ծայրահեղական մտածողության խորացումը եւ մեծ վտանգ են հատկապես կանանց ու երեխաների համար։ Սա նաեւ ազդանշան է, որ պետությունը պետք է նման երևույթները կանխի հնարավորինս վաղ փուլում։ Մասնագետները նշում են, որ սոցիալական ցանցերը դարձել են նման գաղափարների ինկուբատոր։ Փակ խմբերում տարածվում է հակաժողովրդական ու կանանց նկատմամբ թշնամական բովանդակություն, որը մարդկանց հեռացնում է իրականությունից։ Իրավապահները փորձում են ժամանակին նկատել այն պահը, երբ խոսակցությունները դառնում են իրական գործողություններ։ Սա նոր եւ բարդ մարտահրավեր է։ Վերլուծաբանների խոսքով նման խմբերը հիմնականում ներգրավում են սոցիալապես մեկուսացված ճգնաժամ ապրող տղամարդկանց։ Նրանք կտրված են ընտանիքից ու աշխատանքից եւ օրվա մեծ մասը անցկացնում են փակ օնլայն խմբերում, որտեղ տարածվում են աշխարհը փչացել է եւ կանանց պետք է վերահսկել գաղափարները։ Իրական կյանքում իշխանություն չունենալով նրանք նման ծրագրերը ընկալում են որպես ուժի միակ ճանապարհ։ Սա հոգեբանական ու սոցիալական վտանգավոր համադրություն է։ Ինչու Թեքսասը, որովհետև այն մեծ եւ բազմազան նահանգ է, ունի նպաստավոր պայմաններ, որոնցից են անծայրածիր չբնակեցված տարածքները, իրարից հեռու գտնվող բնակավայրերի հանգամանքը, սահմանի մոտ լինելը եւ զենք կրելու մշակույթը։ Բնակիչների մեծ մասը որևէ կապ չունի նման գաղափարների հետ, սակայն հասարակությունից դուրս մնացած որոշ խմբեր օգտվում են վերոնշյալ պայմաններից։
Այս պատմությունը ցույց է տալիս, որ օնլայն ծայրահեղական հոգեբանական ճնշվածությունը եւ զենքի հասանելիությունը միասին կարող են վերածվել իրական վտանգի։ Խնդիրը ոչ թե նահանգն է, այլ փոքր, բայց վտանգավոր խմբերը։ Լրագրողների համար սա կարևոր թեմա է, ցույց տալու մարդու իրավունքների, հասարակական անվտանգության եւ ազգային անվտանգության հատման կետերը։ Շիկագոն շարունակում է ապրել ներգաղթային կոշտարշավի հետևանքների մեջ, որոնք ըստ քաղաքային առաջնորդների ու իրավապաշտպանների սկսվել էին այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը սրեց արտաքսումները։ Դաշնային գործակալները վերջին ամիսներին իրականացրել են 3000-ից ավելի ձերբակալություն, որոնց մեծ մասը առանց ծանր քրեական անցյալ ունեցող մարդիկ էին։ Դատարանին ներկայացված տվյալներով ձերբակալված 614 ներգաղթյալներից միայն 16-ն էին համարվում բարձր ռիսկային։ Գործողություններին ուղեկցել են դատական հայցեր, պաշտոնական քննություններ եւ մեկ դեպք, երբ մոտ տարածությունից կրակոցով էր արձակվել, ինչի արդյունքում մարդ էր մահացել։ Քաղաքի միգրանտ համայնքներում լարվածությունն ու վախը չեն նվազում։ Տնտեսությունը նույնպես զգալիորեն ցնցվել է։ Փոքր բիզնեսները հաղորդում են վաճառքների անկման մասին։ Ակտիվիստները զգուշացնում են, իրավիճակը չի հանդարտվել եւ կարող է ցանկացած պահի կրկին սրվել։ Լոս Անջելեսի մոտ գտնվող Սիմի Վելի ոստիկանությունը շաբաթ օրը հայտնել է, որ ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում էր փողոցներում կայանված մեքենաների ամբադողերի զանգվածային վնասման մեջ։ Դեպքի հետևանքով 1 տասնյակից ավելի մեքենա է վնասվել։ Սիմի Վելի բնակիչը 32-ամյա Ռասել Մայերսը կալանավորվել է ծանր վանդալիզմի կասկածանքով, երբ պարզվել է, որ նա մեկ օրում առնվազն 11 մեքենայի ամբադող էր ծակել։ Ոստիկանության տվյալներով գործը հաջողվել է արագ փակել, երբ նոյեմբերի 22-ին իրավապահներից մեկը պարզել է, որ նույն անձը դանակ պահելու մեղադրանքով արդեն իսկ կալանավորվել էր հենց այս գիշեր։ Այդ պահին ոստիկանները դեռ տեղյակ չէին, որ թաղամասում վնասված մեքենաներ կան։ Այս պահին առնվազն 11 տուժող դիմել է ոստիկանություն, սակայն քննիչները կարծում են, որ կարող են լինել այլ մեքենաներ կամ բնակիչներ, որոնք դեռ չեն հաղորդել վնասի մասին։ ԱՄՆ ԹԷ-ի ներմուծողները վերջին ամիսներին բախվել են աճող ծախսերի, նվազած պատվերների եւ նվազող շահույթի հետ։ Պատճառը Թրամփի սահմանած մաքսատուրքերն են, որոնք նույնիսկ մեղմացնելուց հետո շարունակում են ազդել շուկայի վրա։ ԹԷ-ը դեռ պահեստում է, ասում է թեյագործ Բրուս Ռիչարդսոնը։ ԹԷ-ի որակյալ շուկան ԱՄՆ-ում մեծապես հիմնված է փոքր բիզնեսների վրա, եւ հենց նրանք են ամենից շատ տուժել։ Նրա հայտնի ԹԷ-ը կիլոգրամի դիմաց մրցակցային $26-ից հասել է $46։ ԹԷ-ը աշխարհում երկրորդ ամենաօգտագործվող ըմպելիքն է, թեև ԱՄՆ-ում մշտապես մնացել է սուրճի ստվերում, բայց սկսած Boston Tea Party-ից ունի երկար պատմություն։ ԹԷ-ի մեկ այլ ընկերություն, որը 35 տարի աշխատել շուկայում փակվել է եւ պատճառն այն է, որ մաքսատուրքային քաղաքականությունը դարձել է վերջին եւ ամենամեծ խոչընդոտը։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ նույնպես ունենք հրապարակումներ, որոնք կհետաքրքրեն ձեզ։ Տիտանիկի վրա մահացած Իսիդոր Ստրաուսի 18 կարատանոց գրպանի ոսկյա ժամացույցը վաճառվել է ռեկորդային $232 միլիոն, դառնալով երբևէ վաճառված ամենաթանկ Տիտանիկի առարկան։ Ժամացույցը ավելի քան 1 դար պատկանել է Ստրաուսների ընտանիքին, իսկ 1912-ին նավաբեկման ժամանակ նրա հետ միասին ջրի տակ էր անցել։ Ստրաուսը հրաժարվել էր փրկարար նավակից, իր տեղը զիջելով մյուսներին, իսկ նրա կինը Այդան չէր ցանկացել ամուսնուն մենակ թողնել։ 1500 զոհերի թվում ամուսինները մահացել են միասին։ Աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկը Հավայի Կիլաուեան կրկին ժայթքել է։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես է հալված լավան հոսում ստորոտով եւ թե ինչպես են մոխիրն ու ծուխը օդ բարձրանում։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ սա 2024-ի դեկտեմբերից սկսած արդեն 37-րդ ժարթման դրվագն է։ Մեյսիսը, որը տարիներ շարունակ համարվել է ամերիկյան տոնական գնումների գլխավոր խորհրդանիշը, գնաճի եւ մաքսատուրքերի պայմաններում գնորդներին ավելի լայն ընտրություն առաջարկելու համար ցանցը այս տարի ավելի մատչելի ապրանքներ է ավելացրել։ Ընկերության ղեկավարը նշում է, որ Մեյսիսը փորձում է ծառայել ինչպես խնայող, այնպես էլ բարձր որակ փնտրող գնորդներին։ Ռիթեյլի ազգային ֆեդերացիայի տվյալներով Thanksgiving-ից մինչև Cyber Monday շուրջ 189 միլիոն ամերիկացի է պատրաստվում գնումներ անել, թե
առցանց թե խանութներով։ Մաքսատուրքերը շարունակում են խոչընդոտել, բայց ընկերությունը փոխել է ռազմավարությունը, որպեսզի հաջող տոնական սեզոն ապահովի։ ՆԱՍԱ-ի տիեզերագնացը միջազգային տիեզերակայանից նկարահանել է հյուսիսափայլի պայծառ լուսարձակումը։ Ես դեռ երբեք չեմ տեսել հյուսիսափայլը ներքևից, բայց այստեղ վերևում այն հաճախակի է երևում, ասել է նա։ Նա նաև ընդգծել է, որ տեսանյութում կարելի է նկատել նաև Հյուսթոնն ու Ֆլորիդան։ Եթե ցանկանում եք ամերիկյան իրականության վերաբերյալ նորությունները առաջինը իմանալ, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկատվություն հակիրճ, պարզ ու հետաքրքիր ձևով։ Լոս Անջելեսի նավահանգստի տվյալներով One Henry Hudson բեռնատար նավի վրա ուրբաթ երեկոյան էլեկտրականության պատճառով բռնկված հրդեհը մեկուսացվել է եւ մարումը շարունակվում է։ Շաբաթ օրը 13:30-ի դրությամբ հրդեհը շարունակվում էր միայն մեկ բեռնախցում։ Նավը տեղափոխվել է ափից 1 մղոն հեռավորության վրա։ Շաբաթ օրը համայնքին տրված տեղում մնալու հրամանները հանվել են եւ նավահանգիստը կրկին բացվել է աշխատանքի համար։ Վերագործարկվել են նաեւ 47-րդ ավտոճանապարհի բոլոր հատվածները։ Դեպքի վայրում նավի անձնակազմի հետ միասին միասնական շտաբ է աշխատում ներառելով Լոս Անջելեսի եւ Լոնգ Բիչի հրշեջ վարչությունները եւ նավահանգստային ոստիկանությունը։ Նավի միջին հատվածում տեղի ունեցած պայթյունը վնասել է նավի էլեկտրահամակարգը։ Վերջին 5 նավակները դուրս են բերվել եւ ամբողջ կազմը հաշվարկվել է, բարեբախտաբար տուժածներ չկա։ Ինչպես նշել էի հաղորդման սկզբում, ժամանակն է անդրադառնալ ամերիկացիների ամենասպասված տոներից մեկին՝ Thanksgiving-ին։ Այս տոնը ամբողջ երկրին ստիպում է ընդմիջել եւ շնորհակալ լինել ամենափոքր ու ամենամեծ բաների համար՝ ընտանիքի, ընկերների, կյանքի ու խաղաղության համար։ Այս տարի այն նշվում է նոյեմբերի 27-ին։ Տոնը ստեղծվել է 1621 թվականին, երբ պիլիգրիմները եւ վամպանոնք հնդկացիները միասին նշեցին բերքահավաքի հաջող ավարտը։ Այն ժամանակ սեղանին չկար հնդկահավ, ուտում էին եղնիկ, ծովամթերք եւ եգիպտացորեն, իսկ շնորհակալության խոսքերը ուղղված էին բնությանն ու բարեկամությանը։ Երկար տարիներ այս օրը պաշտոնական բնույթ չի կրել, սակայն 1863-ին Ամերիկայի նախագահ Աբրահամ Լինքոլնը գրող Սարա Ջոզեֆա Հեյլիի խնդրանքով այն հայտարարեց ազգային տոն որպես շնորհակալության եւ միասնության օր։ Նշելու օրը ժամանակի ընթացքում փոփոխվել է։ Շնորհակալության օրը նշվում է ամեն տարի նոյեմբերի 4-րդ հինգշաբթի օրը։ Հենց այդ օրն է Ամերիկան փոխվում։ Տները զարդարվում են աշնանային գույներով, խոհանոցները լցվում են բազմատեսակ բուրմունքներով, իսկ սեղանի կենտրոնում անպայման եփած հնդկահավն է, կողքին դդումով թխված կարտոֆիլ խյուս եւ լորամրգի թանձրուկ, նույն ինքը քրենբերի սոուսը։ Նյու Յորքում անցկացվում է Մեյսիի հսկայական երթը, որը իրենից ներկայացնում է գունավոր շքերթ հսկա բուչիկներով, երաժշտությամբ ու հայտնի դեմքերով։ Երթը դիտում են միլիոնավոր մարդիկ թե փողոցներից, թե էկրաններից եւ իհարկե ամենամյա նախագահական հնդկահավի ներման արարողությունը։ Սկսած 19-րդ դարից ֆերմաները հնդկահավեր էին նվիրում նախագահին որպես բարեմաղթանք, սակայն 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդին ժպիտով նայելով իրեն նվիրած հնդկահավին ասաց. «Թող նա շարունակի ապրել»։ Այդ խոսքերը ընդունվեցին որպես կանոն, բայց վերածվեցին ավանդույթի։ Ավանդույթը պաշտոնական ձև ստացավ միայն 1989 թվականին, երբ նախագահ Ջորջ Բուշ ավագը հայտարարեց պաշտոնական նախագահական ներման արարողությունը։ Այսօր այդ արարողությունը անցկացվում է Սպիտակ տան բակում ուղիղ եթերով։ Նախագահը ներկայացնում է տարվա ներման արժանացած հնդկահավին, որը հաճախ նույնիսկ համաժողովրդական քվեարկությամբ ընտրված անուն ունի։ Ներված հնդկահավը չի դառնում ընթրիքի մաս, այլ ֆերմա է տեղափոխվում, որպեսզի շարունակի հանգիստ կյանքը։ Այսօր ԱՄՆ-ի բնակչության մեծ մասը ճանապարհ են կնում։ Thanksgiving-ը համարվում է տարվա ամենածանրաբեռնված ուղևորափոխադրումների շրջանը։ Ավիակայաններում հերթերը երկարում են, ավտոմայրուղիները լցվում են մեքենաներով, իսկ քաղաքները տոնական աշխուժությամբ։ Միևնույն ժամանակ բարեգործական կազմակերպությունները կազմակերպում են հազարավոր անվճար ընթրիքներ, օգնելու այն մարդկանց, ովքեր չունեն իրենց սեփական տոնական սեղանը։
Այս ավանդույթը դարձել է հումորի, բարյացակամության եւ մարդկայնության խորհրդանիշ, հիշեցնելով, որ տոները ոչ միայն ուտելիքի, այլև բարության եւ կարեկցանքի մասին են։ Տասնյակ միլիոնավոր մարդիկ ճանապարհ են ընկնում դեպի տուն ընտանիքին միանալու համար։ Տները լցվում են ծիծաղով, հիշողություններով եւ անպայման շնորհակալական խոսքերով։ Thanksgiving-ից խոսելուց հետո ինձ մնում է միայն ավելացնել, որ ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներով այս շաբաթ տոնի կապակցությամբ 82 միլիոն ամերիկացի է ճանապարհորդելու եւ 3 տարբեր փոթորիկներ կարող են առաջացնել լուրջ ուշացումներ, ինչպես ցամաքային, այնպես էլ օդային երթևեկության մեջ։ ԱՄՆ դաշնային օդային տրանսպորտային վարչությունը կանխատեսում է, որ երեքշաբթին կլինի տարվա ամենաբեռնված ավիա օրերը, ավելի քան 52,000 թռիչքով։ Երաշտի եւ ձնաբքային եղանակը կշարունակվի տարածաշրջաններով։ Հյուսիս-արևելքում թեթև ձյուն եւ անձրև, Նյու Յորքի հյուսիսում մինչեւ 1-ից 2 դյույմ ձյուն։ Երեքշաբթի ցերեկից մինչեւ չորեքշաբթի առավոտ ուժեղ անձրևները կանցնեն երկրի արևելքով, իսկ եղանակը կբարելավվի միայն չորեքշաբթի երեկոյան։ Այսօրվա համար նախապատրաստել ենք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։